խնդրում եմ կարճ, որ ես է կարճ պատասխանում։ Նախորդ արշավետ Սաշին Սարգսյանի համար չի վերադարձում, դա 2018 թվականին ներկայացրեց որպես այդպես է համույթան համար պարզ չա, թե դա ինչ գործի շրջանակներում վերադարձում, եթե մանրամասնական այդտեղ պարոն արշավետ դուք ձեր բնական ձեր արձագանքը, որը մեկնորդի տեղ ունեցած այսպես կոչված չակերտավոր արևմտյան հատապետություն վերադարձել հավաքումի կապած, որովհետև դա ընթացքում պահանջներ են ներկայացվել Հայաստանի Հանրապետությանը եւ ոչ հավելում են արձագանքել, ոչ վարչապետի աշխատանքով։ Դա ընդունելի չի, բայց մյուս կողմից ես ասում եմ, ես գիտեմ դա ինչ պատճառ հետևանքային կապերը գիտեմ։ Բայց նույն կերպ ընդունելի չի Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերը Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ այսօր առաջի հարցի հետ կապված հիմա նոր որ ասցի, օրինակ Կոմիտասի այգու վերադարձի մասին։ Հայտել է կամավորության բանով ստորագրել վերադարձել են։ Բայց հիմա մի դեպքում երկար դատական process-ներ կան, մի դեպքում հնարավոր է լինում առանց դատական process-ների դա ապահովել։ Հիմա անուն կլինի նվիրատվություն, անուն կլինի վերադարձ, անուն կլինի կամավոր հրաժարում։ Ինչալուց ապօրինի գույքի բռնագանձման համակարգում, եթե չեք մոռացել, կա նաև հաշտության ռեժիմ, երբ որ գալիս են կողմերը կողմ գալիս է եւ հաշտության պայմանավորվածություն արձակվելու, այնպես դա նորմալ բան է, փաստն է, որ այդ փողը տեղափոխվել է պետական տիրապետություն։ Քայլեր ձեռնարկելն են, ես ասում քայլը ռազմավարական գործարքն է։ Պետքա դադարեցվի երկով։ Պետքա դադարեցվի Հայաստանում էլ, պետքա դադարեցվի Ղարաբաղի շարժումը մի ժամը լրացավ, շարունակելու փորձերը։ Իմիջիայլոց նոր երևույթ կա, նախկինում այդ երևույթը երբեք չի եղել։ Այսօր ես մարդկանցից նամակներ եմ ստանում այդ թեմաներով։ Եվ մարդիկ ըստ ամենայնի նախ այս խոսակցության ընթացքում իրանք ընկալել են թեման եւ օրինակ ինձ նամակներ են գրում նույն խորհրդանում Ղարաբաղի դրոշների արկայության վերաբերյալ ինձ նամակներ են գրում տարբեր ելույթների վերաբերյալ, որ բա տեսեք այս ելույթում փաստորեն իրանք այդ գիծը տանում են, որ բա որտեղից է ֆինանսավորվում այդ աթոռը եւ այդ նստարանը։ Պետական բյուջեից չի ֆինանսավորվում։ Պետական բյուջեից չի ֆինանսավորվում։ Պետական քաղաքական, բա պետական ինստիտուտ է։ Բա հարց է ցակում, այսինքն Հայաստանի Հանրապետությունում տարբեր պետական ինստիտուտներ, տարբեր քաղաքականություններ են վարում։ Ես իմ նախընտրական վերջին հարցազրույցի լռության օրը նախորդած հարցազրույցի մեջ ասացի, որ այսօր մինչև այսօր երբեմն լինում է կառավարության որոշումների մեջ օրինակ արտահայտություններ են լինում այդպիսի։ Ինչ որ մի պահ կա, երբեմն ես մտածում եմ, որ ինչ որ մեկը հատուկ է արել, բայց նաև մենք պետք է հասկանանք, որ այդ իներցիան 30 տարի մեր մեջ պատտվել է, հեշտ չի, մարդիկ դա ասում են չեն նկատում։ Ես էլ օրինակ նույնիսկ մեր խմբակցության անդամների ելույթ նույնիսկ իմ խոսույթի մեջ երբեմն օգտագործում եմ իներցիայով բառակապակցություններ, որոնք այդ տրամաբանությունից բացարձակապես դուրս են։ Եվ չարամիտ ընկալման դեպքում կարելի է դա ընկալել որպես երկակի խաղ, բայց այդ դեպքում ինչի ես ասեցիք, բայց այդ դեպքում ինչի ես ասեցիք։ Նկատի ունեմ դա process է։ Եվ ես ինչի համար եմ ուրախ, որ այս մենք հասել ենք այս կետի, որ այս թեմաների մասին այս բացությամբ խոսում ենք, դա կարևոր կետ է եւ պետք է շարունակենք խոսալ։ Շնորհակալություն։ Ինչի մենք չենք տեսնում։ Ինչի մենք ծառայություններ ունենք, որ հետազոտում են իրանց մեկնաբանությունները, այդ թվում իրանց սոցիալական ցանցի տիրույթները, իրանց պաշտոնական հայտարարությունները։ Պարոն Մակարյան, հաջորդին հարցը։ Ես ձեզ ասացի, որ մենք ծառայություններ ունենք, որ վերլուծում ենք, չէ՞ մենք տեսնում ենք մարդիկ ինչ են խոսում, ինչ են ասում, ինչ են հարցազրույցներում հայտարարում։ Այդ թեմաները մենք ենք քննարկման բերում այդ թեմաները, այդ թվում այդ առիթներով։
Եվ ռազմավարական գործարքը ես դրա մասին ասել եմ մի քանի անգամ, որ մենք առաջարկել ենք ռազմավարական գործարք եւ մենք շարունակաբար այդ գործարքը առաջարկում ենք, բայց այդ գործարքը մենակ Ադրբեջանին չի ուղղված, այդ գործարքը նաեւ ուղղված է մեզ։ Եվ հիմա նոր փուլ է, նոր էտապ է բացվում, որովհետեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց քվեարկությամբ արտահայտել են վերաբերմունք եւ սրա հետ պետք է հաշվի նստել։ Եվ սա հարց է, որին ելի եմ ասում, մենք պետք է խոսենք, հասկանանք, որովհետեւ պատճառահետևանքային կապերը եւ կոնտեքստը պետք է հասկանանք։ Այլևս քողարկված խոսելու կարիք չկա, որովհետեւ թեման բաց է եւ նախընտրական քարոզչության ընթացքում է բաց այդ մասին խոսել ենք։ Այս նախընտրական քարոզչության առանձնահատկությունը գիտեք որն է, իհարկե մի քիչ ավել, մի քիչ պակաս, բայց ոչ մի թաքնված թեմա չի եղել։ Սովորաբար լինում է թեմաներ, որ շրջանցվում են աչից ձախից։ Այս նախընտրական քարոզարշավի ընթացքում 0 փակ թեմա եղել։ Բոլոր թեմաները բաց քննարկվել են, նույնիսկ շատերը համարում են, որ դա այդքան էլ լավ չի, այդքան բաց, այդքան կրքոտ, բայց բոլոր թեմաները քննարկվել են։ Եվ դա վատ չի։ Ես կարծում եմ դա լավ է, որովհետև մենք պետք է խոսենք։ Հասկանալու համար պետք է խոսել, պետք է դետալների մեջ մտնել, մանրամասների, չխոսելով, ոչ մի բան, չնայելով, չդիտարկելով, ոչ մի բան չենք հասկանա եւ առաջ չենք գնա։ Շնորհակալ եմ։